Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 23։ Եվ Հովսեփի համար ասեց. նրա երկիրը Եհովայից օրհնված լինի երկնքի ընտիր պարգևներովը, ցողովը և ցածումը պառկող անդունդներովը։ Երկրորդ Օրինաց 33-րդ գլուխ 13-րդ խոսք։ Մենք կարող ենք հարուստ լինել այնպիսի բաներով, ինչպիսին ստացավ Հովսեփը, և կարող ենք դրանք ունենալ ավելի բարձր իմաստով, երկնքի ընտիր պարգևներովը։ Աստծո հետ զորությունը և Աստծո զորության դրսևորումը ամենաթանկն են։ Մենք կարող ենք վայելել Աստծո խաղաղությունը, Տիրոջ ուրախությունը և մեր Աստծո փառքը։ Փառք Աստծո երեք անձերի՝ սիրո, շնորհի և հաղորդակցության օրհնությանը, որ ավելի թանկ են, քան ամենամաքուր ոսկին։ Երկրային բաները արժեք չունեն երկնային բաների համեմատ։ Ցողը, որքան թանկարժեք է այն, որքան ենք մենք աղոթում և երկրպագում, երբ ցող ունենք, ինչ թարմություն, ինչ աճ, ինչ բուրմունք, ինչ կյանք կա մեր մեջ, երբ շուրջ բոլորը ցող կա։ Ամենից առաջ, ինչպես Տիրոջ աջ ձեռքով տնկված բույսերը, մենք կարիք ունենք նրա Սուրբ Հոգու ցողի։ Ցածումը պառկող անդունդներովը։ Սա անկասկած վերաբերում է այն անտեսանելի ստորգետնյա օվկիանոսին, որը սնուցում է երկիրը բերկրացնող բոլոր թարմ աղբյուրները։ Ախ, որքան ենք մենք կարոտում օգտվել այս հավիտենական աղբյուրներից։ Դա անպատմելի օրհնություն է։ Թող ոչ մի հավատացյալ չհանգստանա, մինչև չգտնի այն։ Եհովայի ամենաբավարարությունը մերն է հավիտյան, ուրեմն եկեք հիմա ապաստան գտնենք դրանում։